Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այո Տեր, շնորհակալ ենք, որ ամեն օր Թուն քո խոսքդ մեզի կղրկես, մեզի օրհնելու համար, մեզի քո ճամփաներուդ մեջ հաստատելու համար եւ մեր ճամփաները ուղղելու համար, որ օրհնություն ունենանք քեզանով։ Ամեն։ Այսօր իմ սրդիս մեջ նյութ մգա, որ գուզեմ բաժնեկցիլ ցեզի հետ եւ վերնակիրը թրածեմ այսպես. մի հետացքեր Աստծո օրհնությունը։ Աստված մեզի համար շատ օրհնություններ պատրաստած է եւ գուզե որ մենք ունենանք օրհնված կյանքը։ Եվ ինչու է որ մենք այդ օրհնություններուն շատ ադեններ չենք կրնար հասնել։ Անիկա որովհետև մեր մեջ է սխալ բաները, մեր ճամփաները շատ անգամներ, քանի որ շիդակ չեն, անոր համար մենք օրհնություններուն չենք հասներ գոր։ Բայց Աստված կուզե որ շտկել մեր ճամփաները, ուղղել մեզի, խրադել, որ ասելով որ աղջիկս, դղաս, աս ճամփայով գնա, որովհետեւ հասնես քո օրհնությանդ։ Բայց սատանան չուզեր, որ մենք օրհնություններու հասնենք, եւ սատանան մեզի գուզե իր սուդովը, իր սուդերուն հավատանք եւ իր սուդովը մեզի բարգեցնե, որ մենք չի հավատանք եւ չի քալենք այդ ճամփանին մեջ։ Աստված սատանային անունը դրած է սուդերու հայր։ Սուդը սատանայի ամենազորավոր զենքերեն մեկն է եւ գուքա ինքը այդ սուդով։ Այսօր այդ սուդերեն մեկ հատի մասին ուզեմ խոսիլ, որի անունը հետացքում է։ Հետացքել։ Այս սուդը գարձես մեզի փափուկ բարձր լա մեր գլուխնե վար տնելու, որբեսի մենք հանգիստ լանք, որ մենք այո օրմը պիտի հասնենք, որ մենք օրմը պիտի սկսենք Աստվածաշունչ կարդալու, օրմը պիտի ունենանք Աստծո հետ նվիրում, օրմը մենք աս մեղքե պիտի ազատվենք, օրմը մենք բժշկություն պիտի ունենանք, կամ Աստված օրմը մեզի պիտի օրհնե ֆինանսապես կամ ովևէ մեկ ձևով, բայց մենք չենք կրնար գոր հավատալ, որ այսօր է այդ օրը։ Աստվածաշունչը գսե թմրության բարձր մի տնեք ձեր գլխերուն տակ։ Հետացքելը սուտ մնե, որ մեզի գթմրեցնե, որբեսի մենք այդ ճամփան չանցնենք։ Որբեսի ասենք, որ օրմը գնենք։ Հիմա ժամանակը չէ։ Իմ պլաններուս մեջ, իմ բաներուս մեջ կա, բայց հիմա չէ ժամանակը։ Ժամանակը չէ հասունցած, կամ որ շատ անդեններ, շատ հավատացյալներ գսեն, որ ես աս հարցը Աստծո հանձնած եմ եւ Աստուծո մեկ սպասեմ որ ժամանակը հասուննա եւ աս հարցին խնդիրը Աստված դա։ Այո սիրելիս։ Եվ որ մենք մեզի գքարոզեն ասելով որ Աստծուն հանձնեցեք։ Շատ ժամանակ գիտեք ինչպես մենք քրիստոնյաներս շատ զայրահեղական ենք։ Կամ շատ հոգ կնենք բանի մասին եւ Աստծուն արից չենք տար, որ Աստված ինքը կորձե մեր խնդիրներեն ներս։ Գամալ մենք Աստծուն կհանձնենք եւ այդ խնդիրին այլևս չենք նայր։ Այո, Աստծուն հանձնել պետք է, բայց Եվ որ խնդիր ունիս եւ դու ադի Աստծուն կհանձնես գոր, պետք է նաեւ սպասես, որ Աստված իր գամքը ցցնե այդ խնդիրին համար։ Ժամանակը վերջը Աստված կուզե քեզի գանչել, ասել սիրելիս աս խնդիրին գամքս ասիգա է, աս ճամփայով կնա, կամ ամուսնուդ հետ աս ծև խոսիր, կամ եկեղեցին ասպես ըրե, կամ ծառայությունդ ասպես պետք է ըլլա, բայց մենք մեր ագանչները կգոցենք եւ գսենք որ քեզի հանձնած ենք եւ վերջ։ Բայց Աստծուն համար պետք է կորձող անոթը իր գամքը հոս կատարելու համար։ Գիտեք, ասի գնամանի ճիշտ անփանին եւ որ Մովսեսին Աստված ասա որ քու
Փայդդ նեդե ազ ժայրին եւ ճուրերը բիդի քաղցրահամլան Մովսեսը մեկ հատ նելուն դեղ երկու հատ ըրավ որբեսի անպայման ասխոսքը գադարվի բայց Աստված մեկ հատ կուզեր գոր եւ անհնազանդություն սեփվեցավ ադի Մովսեսին նույննալ մեզի հետ է շատ ադեններ մենք ծայրահեղության գերտանք Աստված գսե հանցնե բայց մենք կհանցնենք եւ գմորնանք գոր Անոր համար այդ ոսկե միջինը Աստված ինքն է որ պիտի ցցնե եւ մենք պետք է իր մենք գամքը վերցնենք եւ գադարենք Եվ գտեսնանք որ Մովսեսն այդպիսի ծայրահեղության կնած Աստվածը սավ մեկ անգամ զարգ ինքը երկու անգամ զարգավ Եվ այդ ծայրահեղությունը մեզի օրհնություն չի բերեր Գիտեք շատ անգամներ Աստված դարբեր ծևերով մեզի գխոսի Դարբեր ծևերով, ըլլա մարդոց միջոցով, ըլլա եկեղեցի միջոցով, ըլլա կտրացիդ միջոցով, ըլլա հովիվիտ միջոցով Շատ անգամներ Աստված մեզի շատ բաներ գուզե ցցնել եւ ըսել եւ հայտնել, բայց մենք չենք հասկնար, որ Աստիգա Աստված է Եվ ասպատմությունը վստահ եմ շատ դարածված է եւ ամենքդ գիտեք, բայց ես մորեն կգրտնեմ Մի մարդ, որ ծովին մեջտեղներ եւ ալեգոծություն գլա, որ ինքը պիտի խորտակվի եւ Աստծո գաղութե, որ ինձի փրկե Փրկարար նավ մգանցնի եւ գսե որ ես քեզի փրկության օղակը նետեմ եւ փրկվիր գսե ոչ Աստծո հանցնած եմ ես Աստված ինձի պիտի փրկե Եվ չընդունիր ադի Ետքը ցգնորսական ինչ որ նավ գանցնի եւ գսե եկեք ցեզի փրկենք փրկության օղակը ուղարկենք գսե ոչ եւ չընդունիր եւ ասանք մի քանի անգամ եւ այդ մարդը գմահանա եւ որ Աստծո քով գերտա Գսե ես քեզի կսպասեի գոր ինչու ինձի չի հասար եւ Աստված գսե ես քեզի մի քանի անգամ ուղարկեցի իմ փրկությունս բայց ցուն չի վերցուցիր Շատ անգամներ սիրելիներս մեր կյանքերուն մեջ նույնը գլա Մեզի շատ գոմեր են նույն բանի մասին գրնալ խոսին եւ խրադեն, բայց մենք չենք ընդունիր եւ գսենք որ թող Աստված ինձի ասե։ Ասի քիչ մնալ հոսցիրելիս, գտեսնամ որ մեր սիրտը գարդրացած եւ հբարդացած գլա անոր համար է, որ չենք ուզեր մարդոց մե ինչ որ բան, այլ միայն գուզենք Աստծո հետ մեր գաբը ըլլալ։ Անոր համար Աստված գուզե ասել որ խոնարեցրու քո սիրտդ, որբեսի դեսնաս իմ գամքս եւ գադարես։ Գիտեք Աստված աստանշան գղրգե շատ անգամներ գամ գխոսի մեզ հետ ասելով որ աղջիկս դղաս քո սիրտդ նախանցով լցված է գամ հբարդությունով գամ գխոսի մեզի հետ ինչ որ մեկին ֆինանսապես օրհնելու համար գամ աս մարդուն հետ հաշտության ցերկ մեկնե գամ հերիք է սիրտդ գարձրացնես աղջիկս խոնարհիր եւ լսե Շատ բաներով Աստված կխոսի, Սուրբ Հոգիի մասին շատ խոսած է, եկեղեցի հաճախելուց համար կխոսի, ապաշխարության համար Աստված փասուն անգամներ իր ցերկը կմեկնե, բայց մենք ամեն անգամ ադիգա հետացկենք, գսենք այո, օրը ես պիտի վիրեմ իմ սիրտս, օրը ես ծառայության պիտի անցնեմ, օրը ես աս մեղքեն պիտի ազատվեմ եւ այդ օրը գահեդացկենք գարձելով որ օրը պիտի հասնենք բայց ադեգա ցավոք սրդի սադանայի սուդն է Գիտեք Աստված մեկ անգամ հետդ կխոսի եւ գլրե եւ ինքը չի պատրաստվի այսպես փչացած ռադիոյի պես քեզի նույն բանը անընդհատ կրկնելու եւ յետքը ցեզի ասփանա պիտի աբացուցեմ Աստծո խոսքի մեջ գրված է որ ինքը մեկ անգամ գանչեց եւ յետքը չի համոզեր քեզի Ադոր համար սիրելիս մենք շատ ուշադիր պիտի լանք Աստծո ցայնին, թե Աստված մեզի գխոսի գոր։ Աստված գիտեք մեր պատկերացուցածին պես չէ որ միշտ պիտի խոսի, Աստված դարբեր ցևեր ունի խոսելու։ Աստված ինքը անձնապես չէ որ ամեն անգամ գխոսի մեզի հետ, Աստված մարդոց միջոցով գխոսի, հովիվի միջոցով, ընտանիքի միջոցով, անոր համար եւ որ կտեսնանք փամը կգրկնվի մեր կյանքին մեջ, որ Աստծո ցայնն է եւ ուշադիր լանք հասկանալու, թե Աստված ինչ կուզե մեզ մե։
Գիտեք, երբ որ Աստված մեզի ջամփա գծեցնե, կամ մեզի խրատ կուդա, կամ մեզի ինչ որ բամը գծեցնե, որբեսի անենք, ինքը չի ցցներ, որբեսի մեզի նվաստացնե, որբեսի մեզի ցցնե, որ մենք ինչ վատն ենք կամ մեղքերով լցված ենք, որ մեր սիրտը կարծրացած է, ինքը անոր յետևը օրհնություն ունի, որ ցեզի գուզե գորդալ։ Ինքը ուղագի չէ, որ գսե գոր նախանցեն ազատվիր, գրնալ լալ երբ որ թուն նախանցեն ազատվիս, քումի ուրիշ օրհնություն կա։ Ինքը երբ որ քեզի ձուլություն են ազատե գոր, ինքը ֆինանսական շատ մեծ օրհնություն ունի քեզի համար, երբ որ գսե սիրելիս, ժամանակն է որ աշխատանքի անցնես կամ քո բիզնեսը դալու քեզի համար։ Ինքը երբ որ քեզի ծառայության գուզե գոր առաջնորդե եւ թուն թեր բادرած չես տեսնար գոր քեզի անոր համար չէ որ քեզի քո ժամանակետ խլե, այլ ինքը գուզե որ այդ ծառայության միջոցով քեզի եւ քո ընտանիքդ օրհնե։ Ինքը երբ որ քեզի գսե բադվե քո հայրդ մայրդ, որբեսի թուն աբակային օրտնված ընտանիք ունենաս, այսինքն մենք հիմա գտեսնանք որ Աստված մեզի գուզե գոր վերցնե փոխե գգարձենք որ ցավցնելու համար է, բայց ոչ որովհետև ադոր յետևը օրտնություն կա եւ երբ որ գիտեք մեկը կա մեզի ասե դուք շահած եք 1 միլիոն տնամ ինչ ուրախություն կունենանք, չէ, եւ երբ որ ասեն երբ կուզեք քալ մոդենալ եւ վերցնել գումարը, չենք կսեր վաղը, մյուս օրը, գսենք այսօր ամենաշուտը երբ հարմար է, ամեն ինչ գցիկենք, նույնիսկ գործել լանք ես վստահ եմ գցիկենք եւ գերտանք, որբեսի այդ գումարը վերցնենք, օրհնությունը վերցնենք։ Նույնպես երբ որ մեզի Աստված գուղե մեզի ջամփամը, որբեսի մեզի օրհնե, ամեն ինչ ցկենք, ինչ որ ունենք եւ երթանք այդ ջամփայով, որբեսի Աստծո օրհնությունը վերցնենք։ Ուրեմն ինչի ես հետաձգում քո օրհնությունը, քո կյանքը կանգ է առնում, քո ամուսնությունը, քո նիհարելը, քո մնացած բոլոր հոգևոր պտուղները, քո Աստծո հետ հարաբերությունը եւ ամեն ինչ կանգ է առնում, որովհետեւ դու միշտ սպասում ես, հետաձգում ես, որ ճիշտ բահին անես Աստծո ըսածը։ Բիդի գարթամ Արագած 13:13 խոսք արհամարողը գործելու է, բայց պատվիրանից վախեցողը կվարձադրվի։ Այսինքն շատ ադեններ մենք այդ խոսքը, այդ խրատները, որ մեզի գուքան գար համարենք կոր եւ Աստված կսե եւ որ թուն խոսքը գար համարես, պիտի գործվիս, գործված վիճակ կունենաս, քանի որ խրատը ես կղրկեմ եւ թուն գար համարես կոր, արհամարել ինչս է, հետացկել, չհավատալ, հիմա չնել, ասի արհամարանք է Աստծո համար, բայց կսե որ բադվիրաններեն վախցողը, ինչ բադվիրան, 10 բադվիրաններու մասին չէ միայն խոսքը, այն բադվիրանը, որ այսօր Աստված ունի քեզի համար, ամեն նոր Աստված քեզի համար նոր բադվիրան ունի, գրնալալ խոնարհության բադվիրան է, հաշտության բադվիրան է, ներումի բադվիրան է, միացումի բադվիրան է, աշխատասիրության բադվիրան է, երբ որ այդ բադվիրանեն գվախնաս եւ այդ վախով կգադարես, այո Աստծուց մե պետք է վախնալ, Աստծո վախը պետք է ըլլալ մեր մեջ, ադադեն վարձատրություն կունենաս Աստծուց մե։ Գիտեք, պիտի գարթամ երրորդ թագավորաց 1:9-10 Եղիայի մասին։ Եղիան թագավորին հետ երբ որ խնդիր ունեցավ, թագավորը ուզեց իր զորքերը ղրգել Եղիային յետևեն։ Եվ Եղիան շատ վախցավ։ Քնած կսե սարին գլուխը նստեցավ եւ երբ որ զորքերը գուքային 50-ներ կղրգեր զորքերը թագավորը եւ Եղիան սարին գլուխը նստած գտեսնար այդ զորքերը գուքան թեպի իրեն, որ իրեն հետ խոսին, բաժնեկցին ինչ որ հարցով եւ ինքը գսեր եթե Աստծո որդի եմ, թող գարա գքա եւ իրենց ուդե։ Եվ այդպես կլար, այդպես երկու անգամ եղավ։ Երրորդին 50 եկավ, ոտքերը ինգավ, որ իրենց գրագով չի պատասխանե եւ հրեշտակը Եղիային ասավ, որ իջիր եւ քնա իրենց հետ։ Խոսքը այսպես կսե, ապա թագավորը նրա մոտ մի 50 ուղարկեց 50 մարդկանցով, երբ նա քնած, ահա Եղիան նստած էր սարի կատարին։
Եվ ասաց նրան. ով Աստծո մարդ թագավոր ասում է, ցած իջիր։ Եվ Եղիան Հիսնաբեդին պատասխան տվեց ու ասեց. եթե ես Աստծո մարդն եմ, թող երկնքից կրակ իջնի ու քեզ քո 50 մարդկանցով կուլ տա։ Երկնքից կրակ իջավ եւ նրան ու նրա 50 մարդուն կուլ տվեց։ Այո, խոսքը տեսնանք, որ Եղիան այդքան էլ Աստծո գամքի մեջ չէր, որովհետև երրորդ անգամ, երբ որ ասանք պիտի ըներ, հրեշտակը գանգնեցուց իրեն։ Գիտեք, մենք ալ շատ ադեններ կյանքերնուս մեջ կսկանք, որ մեզի դեղրած ենք, սարի գլուխը նստած ենք, առանձնացած ենք, վախով լեցված ենք, որ պիտի քան եւ մեզի սվաննեն, կամ պիտի քան երբ որ ասմարտը գուքա ինձի գխրադե գխոսի, ասանք առանձնացված բանի մեջ մտածենք, սարի գլուխը սարը գիտես ինչ է հբարտություն, գլուխը, այսինքն ամենաբարձր դեղը նստած ենք, որ մեկը մեզի չի հասնի, որ մեկը մեզի չի մոտենա, մեկը մեզի չի կապան մչսե եւ եկողին ալ երբ որ կտեսնանք, որ մեկը կուքա մեզի խրադելու Աստծո խրադով գսպանենք, ինչպես Եղիան գներ։ Եվ երրորդ անգամ ասված հրեշտակը ղրկեցավ Եղիա իջիր եւ հոստեղը հարցմը չի գա։ Եվ նույնիսկ կտեսնամ, երբ որ պատմությունը կգարտաս, որ իրավ հոնդեղը վախնալու հարցմը չի գար։ Եղիան պետք չուներ վախնալու։ Մեծ հարցմը չէր, Փամը չեղած տեղը իրավ շատ ադեններ մենք վախով գլեցվենք, գարանցնանանք, որ հանգարց մեկը չի մոտենա, բայց իրականության մեջ այդ հարցը չի գա, որ վախնաս քու անցիդ համար։ Երբ քո շրջիններդ քեզի գխոսին անընդհատ հարցի մշուրջ, ուրեմն սիրելիս քիչ մկոբիտ փախտատություն բիդնեմ, երեսիդ այսպես ասած բշտիկը բզուկը այնքան մեծած է, թարախով լեցված է, որ բոլորին դեսանելի է։ Եվ այդ հարցը պետք է հապշտապ լուծվի։ Իսկ եթե քո կողքը չկան քեզ խրատողներ, չկան քեզ ասողներ, ինչ խնդրի մեջ ես, դա ավելի ցավալի վիճակի մեջ է, որ լույսի մեջ դու չես կարողանում բերես քո անձը։ Աստված ասում է, որպեսի քո գործերը իմանաս բարի են թե չար, լույսի մեջ բեր եւ Աստված ինքը քեզ ցույց կտա քո գործը բարի է թե չար։ Եթե դու լույսի մեջ չես բերում, ուրեմն քո գործերը չար են։ Գիտեք, երբ որ մեր այսպես ասած պսուկները երևալի են դառնում, մարդիկ տեսնում են մեզ, այնքան է մեծանում այդ մեղքը մեր մեջ, տեսնում են մեր մեջի նախանձը, չարությունը, բոլորին հայտնի է դառնում, բոլորը արդեն խոսում են քո ինչ որ մեղքից կամ տեսնում են, որ դու կարիք ունես այսինչ բանի, բայց մենք շարունակում ենք արհամարել, շարունակում ենք չլսել խրատը եւ ասել, որ թող Աստված ասի մեզ։ Հակոբոս 1:22-ն պիտի կարդամ, բայց եղեք խոսքը կատարողներ եւ ոչ թե միայն լսողներ, ինքներդ ցես խաբելով, քանի որ եթե մեկը միայն խոսքը ընկընտրող լինի, բայց կատարող չլինի, կնմանվի մի մարդու, որ հայելու մեջ իր բնական թեմքն է թիդում, նա թիդում է իրեն եւ իր ճամփան գնում եւ իսկույն մոռանում է, թե ինչպիսի մարդ է ինքը։ Աստված մեզի գցեցնե որ մեր սրդի սև գողմերը ադեններ, ոչ թե որբեսի ուղագի գիտնանք ով ենք մենք, ոչ թե ուղագի որ մեր ցանկի մեջ ավելնա որ հբարդություն գար հիմա նախանցնալ ավելցավ կամ հիմա չարությունն ավելցավ, ոչ, եւ որ Աստված քեզի գցեցնե որ ով ես, գնմանցնե որ գսե որ թուն քեզի խափելությամբ կնայես որ եթե թուն չես կդարեր որ այդ խոսքը, թուն գնայես որ քեզի հայլին մեջ գանցնես եւ գմորնաս թե ինչ դեսք ունիս թուն, նույնն ալ մեզի հետ երբ որ Աստված գխոսի որ գսե որ գարզրացած սիրտ ունիս եւ աս սիրտով թուն ինձ չես կրնար բաշտել Եվ մենք շարունակենք կորչենք աղոթել որ մեր սրդի համար, այսինքն մենք կմոռանանք որ թե մենք ով ենք, ինչպիսին ենք, Աստված ինչ է ցույց տվել մեզ, լավ, երբ որ Աստված խոսում է մեզ աշխատասիրության համար, մենք պետք է տեսնանք որ մենք ուրեմն ծուլության մեջ ենք, դրա համար պետք է աղոթենք եւ հանձնենք Աստծուն, ասենք մեզ ազատիր ծուլությունից, ինձ ազատիր նախանձից, ինձ ազատիր չներումից, ինձ ազատիր եսասիրությունից։
Գիտես, նման է, որ Աստված քեզ տալիս է, այսպես ասած, դեղամիջոց քո խնդրի համար, որպեսզի դու այդ դեղերը խմես, որպեսզի դու լավանաս, դու դեղերը վերցնում ես, տանը դնում ես մի կողմ եւ ասում ես, ես ինչու չլավացա, որովհետեւ Աստված քեզ ուղարկել է իր դեղը, դու չես խմել, դու չես կատարում Աստծո խոսքը, դու չես հնազանդվում Աստծո խրատին եւ միշտ հետաձգման մեջ ես։ Գիտեք, հնարավոր է մեզ շատ պարզ կամ փոքր բան են ասում։ Օրինակի համար, ասում են այս ձև աղոթք արա, կամ այս աղոթքի ձևը չի պատասխանվում։ Ասում են, որ արի հանդիպենք, կամ բացիր ականջդ լսիր ինձ, թույլ տուր մի ժամ քո ժամից վերցնեմ, քեզ խոսեմ Հիսուսի մասին, կամ շատ ինչ-որ պարզ բան են մեզ ասում, բայց մենք անհնազանդության մեջ ենք։ Գիտեք ինչին է նման դա։ 3-րդ թագավորացի մեջ է նորից գրած 5-րդ գլխում 10-14-ում։ Նեման մի զորապետ էր, ով գնում էր Եղիսեի մոտ, որպեսզի բժշկություն գտնի։ Եվ Եղիսեն Նեմանին ասում է. գնա Հորթանան գետի մոտ, մտիր ելիր այդ ջուրը մի քանի անգամ, որպեսզի բժշկվես։ Նեմանը շատ ջղայնանում է այս խոսքից։ Ասում է ոչ, ես ավելի լավ գետեր կան, ինչու պետք է մտնեմ այս կեղտոտ ջրերի մեջ։ Եվ Նեմանի ծառան իրան նայելով ասում է. գիտես, ասում է, եթե քեզ ավելի մեծ բան, ավելի դժվար բան ասերն է պիտի չի ընեիր, ինչու ասպզդիկ եւ բարս բանը չես ներգոր։ Եվ Նեմանը խոնարեցնելով իր անձը գերթա եւ ճուրին մեջ կմտնա գելե եւ բժշկություն կգտնե։ Փառք Աստծո։ Գիտեք, շատ ադեններ իրավ մեծ բանը չէ որ մեզ մեկ գուզվի, մեծ բանը չէ որ մեզի գսեն ընդամենը կնա Աստծո հարցուր Սուրբ Հոգու կամ լեզուների համար, կամ մգրդության համար, կնա ասինչ աղոտ գրե, Աստուծմե սպասե, կնա ասինչ բանի համար, կամ ասե ես գներեմ ասինչ անցին, այդ բզդիկ բաները նույնիսկ շատ ժամանակ մենք կն փոստանանք կոր, և գսենք կոր Նեմանի բես մեծ բաներ գուզեմ, աս բզդիկ բանը ինչ է որ ընեմ, և չենք հավադար որ և որ հնազանդվինք մեր օրտնությունը և բժշկությունը, այո, այդ բզդիկ կայլերեն հետո է որ բիդիկա։ Փառք մեր Տեր Հիսուսին։ Միտի գարթամ ժողովող 11:4-5 Քամին թիդողը չի ցաներ և ամբերին նայողը չի հնցեր։ Ինչպես որ դու չգիտես թե որն է քամու ճամփան, ու թե հղիի որովայնում ինչպես են կազմվում ոսկորները, նույնպես չգիտես ամենաստեղծ Աստծո գործերը։ Ինչն է քամիին նայելը։ Այսինքն մենք գնայինք կոր ժամանակներուն, մեր աչքին դեսած ժամանակներուն, և որ մենք ամբին և քամիին գնայինք կոր, մենք չենք տեսնար որ Աստծո խոստումը աստղերը ադոր յետևը գանգնած են, մենք երևալի բաներուն գնայինք կոր, և որ երևալի բաներուն գնայինք կոր, մենք ճիշտ ժամանակ չենք տեսնար որ ասինչ կամ ասինչ բանը ըլլալուն, քանի որ մեր հայացքը ոչ թե Հիսուսն է, այլ քամին և ամբերը, քամին և ամբերը անցողիկ բաներ են, գրնան ըլլալ քու սկացումներդ, որ կծծնեն, քու դրամատրություն ունիս չունիս, քու ֆինանսներդ, կամ շատ ուրիշ բաներ, որոնց գնայինք, կամ գտեսնանք թիմացինի մարդու մեղքերը, որ այդքան շատ են, ես ինչպես խոսիմ աս մարդուն, և գսենք հիմա ժամանակը չէ, քանի որ մենք գնայինք կոր քամին և ամբերուն։ Եվ Աստված գսե որ թուն չես տեսնար հղի գնոջ որովայնի մեջ ինչպես իր զավագին ոսկորները կգազմվի, մենք չենք տեսնար Աստծո գործերը, ոչ ալ կհասկնանք, բայց երբ որ Աստված գխոսի, պետք է հնազանդություն, երբ որ հնազանդություն գնենք, Աստծո գործերը թուն չես տեսնար է, բայց գլա կոր, այդ զավագը կմեծնա կոր այդ գնոջ որովայնի մեջ, ամեն։ Մենք միշտ կգարձենք, որ ժամանակը չէ, կամ թեր բահը ատքան չէ հասունցած, կամ շատ սպաղված ենք այդ բանով սպաղվելուն, բայց գուզեմ ուրիշ պատմություն մացեզի պատմել։ Աստված Եղիային ասած էր, որ Եղիսեն օձեր իր մե հետո,
Եվ բահ եկավ, որ Եղիան ճամփորդության գելլե։ Պիտի գարթան նորեն երրորդ թագավորած 2:2-ին։ Եվ Եղիան ասաց Եղիսեին. Դու այստեղ մնա, քանի որ Տերն ինձ Փեթել ուղարկեց։ Եղիսեն ասաց. Տերը կենդանի է, ու քո անձը կենդանի է, որ ես քեզ չեմ թողնի, ու գնացին Փեթել։ Այսինքն Եղիան Եղիսեի հետ ճանապարհորդության գելլե։ Երբ դեմը գահասնին, Եղիան Եղիսեին գսե, «Տուն հոս մնացիր, ես Փեթել պիտի երթամ»։ Եվ Եղիսեն գսե, «Ոչ, ես քո հետդ պիտի գամ»։ Երբ Փեթել գահասնին, գսե, «Ես պիտի երթամ Երիքով, ուրիշ քաղաքյան ունգուդա»։ Եվ գսե Եղիսեին նորեն Եղիան, «Տուն հոս մնացիր»։ Եղիսեն նորեն գմերժե։ Երրորդ քաղաքը գերտան։ Եվ երրորդ քաղաքը նորեն Եղիան գսե Եղիսեին, «Հոս մնացիր»։ Եղիսեն նորեն գմերժե։ Եղիսեն փագած էր Եղիային բաց չէր ուզում թողներ, փագած էր ինչու, որովհետև օրհնությունը գուզեր վերցնել, օրհնության յետևե ինքը գերտարգոր։ Գիտեք, մենք պետք է հասկանանք, որ այս ճամփան, որ մեզի Աստված ասած է, օրհնություն կա անոր յետևը, եւ այսպես Եղիսեի պես փագինք այդ ճամփային վրա, փագինք մեր առաջնորդներեն, որ մելա այդ առաջնորդը, որ մեզի կգանչե եւ գսե ասինչ բան է ազատվիր, փագինք եւ երթանք, որբեսի մենք ազատվենք այդ մեղքերը, որ մեր մեջ կա, որբեսի մենք այդ հասնենք այդ օրհնությանը, վերջը Եղիան, գիտես, շատ դեններ առաջնորդը գամ մեգա մեզի եւ որ փամը գսե մենք մեկ անգամ են գվիրավորվենք։ Եվ նայեցեք Եղիսեին 3 անգամ մերժեց Եղիան, 3 անգամ մերժեց։ Եղիսեն գրնարս էր ինչու գմերժես կոր ինձի, Աստված չէ հսողը քեզի որ ինձի օրհնես, ես կուքամ է իմ օրհնությանս հետևեն։ Եղիսեն չնայեցավ ադոր, չվիրավորվեցավ իր առաջնորդեն, այլ փագած էր իր մե, որբեսի հասնի ինքը գնայր որ իր օրհնությանը, ինքը գիտեր որ ասոր հետևը իր օրհնությունը գա եւ իր օրհնության ջամփան էր որ գերտարը։ Եվ վերջը կտեսնանք, որ Եղիան, այսպես ասած, կտեսնա իր համառությունը եւ կհարցնի Եղիսեին. Եղիսե, ինչ է ուզածդ։ Եվ Եղիսեն գսե. Ես քո օրհնությունիդ գրտնաբադիկը կուզեմ է, քո օծությանդ գրտնաբադիկը իմ վրա զլա։ Եվ Եղիան գսե. Շատ դժվար բան է որ կուզես։ Նորեն մերժում է գիտես։ Բայց այս խոստումը կուտա գսե եթե դու ինձ դեսնաս որ ես երկինք կհամբարձվիմ գոր եթե դեսնաս պիտի ըլլա եւ որ բահ եկավ որ Հիսուս պիտի Աստված հապշտակեր Եղիային իր գարքերը հրեղեն գարքերը եկավ մեկ հատ փոթորիկ մռիկ եղավ Եղիսեն կբատկերացնեք որ ինքը պիտի դեսնար Եղիային երկինք երթալ այդ գարքերով եւ ինքը աչքերը ջրած այսպես ասած բացած գնահեր որ մինչեւ վերջ Եղիային, որբեսի դեսնա երկինք բարձրանալը, որ իր օրհնությունը ինքը ստանա եւ այո, ինքը հասավ իր օրհնությանը եւ Եղիայից ավելի մեծ գործեր արավ։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Շատ ադեններ իրականում մեր կյանքը գծցնեն, որ մենք շատ հանգիստ ենք, առանց ադորալ մենք շատ ուրախ կյանք մգաբրինք կոր, մենք կարիք չունենք այդ փոթորիկի մեջ են անցնելու, մենք կարիք չունենք փոխվելու, մեր գործերը գրված է մեր աչքին ճիշտ գերևին է, բայց Աստված է մարդուն սիրտը քննողը, ինչքան էլ որ դու քո գործը ճիշտ կտեսնաս կոր, քո ջամփա ճիշտ կտեսնաս կոր, բայց երբ որ Աստված գխրադե, գխոսի, ուրեմն գա հոնդեղը Փամը որ պետք է փոխե, որբեսի դու ավելի եւ ավելի օրհնված լաս։ Գիտես, եւ որ Աբրահամին Աստված կանչեց, սա որ ելիր վրանետ քնաս ինչ ճամփան, վրանը գիտես ինչն է սիրելիս, մեր մտածելակերպը, մեր այսպես ասած կոմֆորտ զոնան, ես եկեղեցի եմ գնում, ես ուրախ եմ, ես փառաբանում եմ, իմ հետ իմ ընտանիքում ամեն ինչ լավ է, ես ավելի կարիքը չունեմ։ Եվ որ մենք այդ կոմֆորտ զոնայի մեջ ենք, բայց սիրելիս Աստվածաշունչը ասում է հնազանդությունը հատկապես ավելի լավ է զոհերեն մենք մեր ժամանակը գզոհենք կոր գերտանք կոր եկեղեցի որ օրտնվենք փառաբանենք շատ բաներ անենք բայց հնազանդություն չունենք Աստծո եւ մեր եկեղեցի ուղագի երթալ կալը առանց հնազանդության սիրելիս Աստծո համար իմաստություն չէ
Պիտի գարթամ Ղուգաս 6:46-ն։ Եվ ինչու եք ինձ Տեր կոչում ու չեք կատարում իմ ասածները։ Եվ ետքը գխոսի իմաստուն եւ հիմար մարդերուն գնամանցնե եւ գսե հիմար մարդը ավազի վրա կգարուցե իսկ իմաստուն մարդը ջայրի վրա փոթորիկները կուքան հիմար մարդու ավազի վրա գարուցված դունը գքանթվի բայց իմաստուն մարդու գարուցած դունը չի քանթվիր Սիրելիս գտեսնանք որ հոս երկուքնալ կգարուցեին գոր երկուքնալ դուն կգարուցեին գոր Մենք բոլորս ալ Աստծո կորձերը գնենք կոր եւ կգարուցենք կոր, բայց ինչն է որ ինքը ժայռի վրա էր կառուցում, Աստծո կամքն էր կատարում, ասում է Տեր եք ասում ու չեք կատարում իմ ասածները իր կամքը, այսինքն այդ կամքը Աստծո կամքը կատարելը նախ քեզ պաշտպանությունն է, քո տան պաշտպանությունն է, քո արածը իզուր չի գնում, դու կարող ես տարիներ կառուցել մի բան, որը Աստծո կամքի համաձայն չէ, տարիներ գնալ մի եկեղեցի, որը Աստծո կամքի համաձայն չէ, երկուսն էլ կառուցում էին, տարիներ, չգիտեմ, անել մի բիզնես, որը Աստծո կամքի համաձայն չի եւ այդ բիզնեսը կփլուզվի, տարիներ լինել մի գործում, որտեղ դու ուրախ չես, բայց հանուն, չգիտեմ ինչի դու այդ գործում ես Դու կարող ես կորցնել քո ամբողջ արածը եւ այնտեղ պաշտպանություն չկա, պաշտպանությունը այնտեղ է, երբ որ դու կատարում ես Աստծո կամքը, մի ուրիշ տեղ Աստված ասում է, որ ամեն Տեր ասող չէ, որ պետք է մտնի Աստծո թագավորությունը, այլ իր կամքը կատարողները եւ ասում են ժողովուրդը գալիս է պետք է գան ինձ ասեն որ ես քո անով մարգարեություններ արեցի քո անով բժշկություններ արեցինք այս արեցինք այն հրաշքները արեցինք եւ Աստված պետք է ասի չեմ ճանաչում ձեզ Աստծո մեջ էին հասկանում եք դուք Աստծո մեջ եք Պատկերացրեք, որ դուք բժշկություններ եք անում, ինչ մեծ գործեր եք անում, մարգարեություններ եւ Աստված ասում է չեմ ճանաչում, ինչու որտեղ ես ճանաչում Աստծուն, երբ որ Աստծո կամքն ես կատարում։ Բժշկություն անողը չի Աստծո կամքի մեջ։ Մենք շատ ժամանակ նայում ենք մրգի այս դրսի կողմը տեսնում ենք այս ամենը ավելի գեղեցիկ է, ավելի ճիշտ է երևում, բայց Աստծո կամքը ուրիշ է։ Աստծո կամքը կարող է քո համար լինի, չգիտեմ, ոչ թե եկեղեցի գնաս, այլ գնաս սկսես որբանոց, ասենք թե ինչ որ մի գյուղում կարևորը թե դու Աստծո կամքի մեջ ես։ Գիտեք, բոլորն են եկեղեցի գնում, բոլորն են լսում Բայց ովքեր են կատարում եւ ովքեր են մտնում Աստծո կամքի մեջ, նրանք են օրհնված։ Գիտես, շատ ժամանակ մենք անդադ Աստծո կամքը հարցականի տակ ենք դնում, արդյոք սա է քո կամքը, արդյոք նա է քո կամքը, որովհետեւ մեր սիրտը համաձայն չի դրան։ Եվ ամեն անգամ գիտեք նշան ենք ուզում, եւս մեկ նշան, Աստված երազ է ուղարկում, նշան է ուղարկում քո համար, որ դու պետք է սկսես այսինչ գործը, որ դու պետք է ընդունես այսինչ բանը, որ քո ծառայությունը դու պետք է սկսես, որ դու չգիտեմ, քո նիհարեցման ծրագիրը պետք է սկսես, բայց դու ամեն անգամ փարիսեցիների նման նշան ես ուզում, սիրելիս փարիսեցիներն էին Աստծոց ամեն անգամ նշան ուզում։ Բիդի գարթամ Եբրայեցիներ 4:1-2 եւ ետքը 7:11 Ուրեմն ըսքուշ լինենք որ չլինի թե նրա հանգիստը մտնելու մեզ տրված խոստումից ցեզնից որևէ մեկը զրկվի որովհետև մեզ նույնպես ավետարանը քարոզվեց ինչպես եւ նրանց բայց քարոզված խոսքը նրանց օգուտ չտվեց քանի որ լսողների մեջ հավատով չընդունվեց։ Գիտեք, շատ ժամանակ ասում են, որ մենք Աստծո մեջ ենք, մեզ ոչ մի վատ բան չի լինի, բայց Աստված տեսեք ինչ անում, ուրեմն զգոշ եղեք, որ չլինի թե նրա հանգիստը մտնելու խոստում են, մենք զուր գլանք, այսինքն, եթե հնազանդություն չկա, վախ կա, որ Աստծո հանգիստը չես մտնարդուն Աստծո հանգիստը ինչ է, ոչ միայն երկնքի թագավորության մասին է խոսքում, այլ այստեղ քո խնդիրների պատասխանների մասին է խոսում, որ դու նրա հանգստի մեջ չես լինի։ Աստծո հանգստությունը չի լինի քո հետ, եւ շարունակությունը ասում է նայր ինչու, որովհետեւ
Այդ խոսքը իրենց օգուտ չտվեց, որովհետև հավատքով չընդունեցին։ Մենք ինչու չենք հնազանդվում, որովհետև չենք հավատում այն խոսքին, որ մեզ ասվում է։ Եվ գիտեք, ամենամեծ մեղքն էլ դա է հենց, որ Աստված ասում է, դուք չեք հավատում նրան, ում ուղարկել եմ Հիսուսի համար, եւ հետո մեզ համար։ Երբ որ Աստված մարդ է ուղարկում մեր կյանքում եւ մենք չենք հավատում, հենց այնտեղ է մեր սխալը, այդ մարդուն եւ այդ մարդու խրատին կամ ասածին։ Միրի շարունակեմ 7-11-ը։ Դարձյալ նամի ուրիշ օր է սահմանում, այնքան երկար ժամանակ հետո, թավթի մեջ այսօր գոչելով, ինչպես ասված է, այսօր, եթե նրա ցայնը լսեք, մի գարձրացրեք ձեր սրտերը, որովհետև եթե Հեսուն նրանց հանգիստը տված լիներ, ապա դրանից հետո նա ուրիշ օրվա մասին չէր խոսի, ուրեմն մի հանգիստ է մնում Աստծո ժողովրդի համար, որովհետև նրա հանգիստը մտնողը նույնպես իր գործերից դադարում է, ինչպես Աստված դադարեց իր գործերից։ Ուրեմն ջանանք մտնելու այդ հանգստի մեջ, որպեսի ոչ մեկը այդ նույնը անհավատության օրինակին հետևելով չընկնի։ Մի ուրիշ տեղ ասում է, սկիզբը ասում է անհավատության, հետո ասում է անհնազանդության։ Այսինքն, երբ որ Իսրայելը ասում է մտած լիներ այդ հանգստի մեջ, իր ավետյաց երկրի մեջ, որ Աստված խոստացել էր, Դավիթ թագավորը չէր ասի, որ այսօր կա նաև Աստծո հանգիստը խոստումը մնում է։ Այսինքն, մինչև հիմա Աստված ասում է, ես հանգիստ ունեմ, ես ձեզ լուծում ունեմ, ես ինչ է քո խնդիրը, ֆինանս, քո բնավորությունը, ինչն է քո խնդիրը, ես ունեմ այդ հանգիստը, բայց դու այդ հանգստի մեջ մտնելու համար նախ պետք է հասկանաս, որ պետք է հավատքով ընդունես, երկրորդը հնազանդություն, երրորդը այս օրը, այդ օրը ոչ թե հետաձգել, ոչ թե վաղը, այլ այսօր է քու հանգիստդ մտնելու օրը, այսօր է քու խնդիրիդ լուծման օրը։ Ամեն։ Մի ասա, որ ես եկեղեցի եմ գնում, որ ես այսպես եմ, Աստված բազում տեղեր տեսնում ենք խոսում է, ամեն Տեր ասող չէ, ամեն մարդ, որ կառուցում է ինքը չէ, ամեն Աստծո գործեր անողը չէ, այլ Աստծո կամքը կատարողը, Աստծո խոսքը լսող եւ կատարողն է օրհնվում։ Այստեղ էլ ասում է ջանանք մտնելու այդ հանգստի մեջ, այսինքն չանք կա եւ անհնազանդության օրինակով չլանք։ Գիտեք, եւ որ Աբրահամը դուրս եկավ իր վրանեն, այսպես ասած կոմֆորտ զոնայեն, այնտեղ ինքը ապահով էր, այնտեղ հարց չուներ, իսկ ինքը ելավ, գնաց, ճամփա ինգավ, Աստծո գամքը գադարելու է դևեն եւ չէր գիտեր ուր գերտար, բայց հոն է, որ Աստծո հանգիստը ուրիշ է, մեր կոմֆորտ զոնան ուրիշ է։ Շատ անգամներ կգործենք մենք, երբ որ մեր կոմֆորտ զոնայի մեջ ենք, մենք Աստծո հանգստի մեջ ենք, բայց ոչ սիրելիս, ադիքու կոմֆորտ զոննատ է։ Եվ որ դունը նստած ես եւ կորց չես ներգոր թրամը գուքա գոր գրնալալ Աստված կսե գոր սիրելիս ելիր աշխատանքի եւ որ դուն հանգիստ նստած ես ու ծառայության մասին չես մտածեր գոր Աստված եւ որ գսե գոր ելիր ծառայության եւ որ մտնենք մենք այդ հնազանդության ջամփայի մեջ եւ որ մենք Աստված մեզի մեղքեն գուզե գոր հանե բայց մենք շատ հանգիստ ենք այդ մեղքին հետ արդեն սորվել ենք մեզի սորվել են գիտեն գոր ասինչ մարդը աս տեսագի արդեն Եվ որ մենք ուղագի եկեղեցի գուքանք կոր եւ բարձ եղած է մեզ ասամեն չէ երկենք փարափանենք կլսենք կերտանք կոր բայց ոչ խոսքը գադարենք կոր ոչ Աստծո գամքը կփնտրենք կոր ասի կոմֆորտ զոնան է եւ Աստված կուզե որ քեզի հանել ասե որ վրանեդ ելիր վրանեդ եւ մտիր Աստծո հանգստի մեջ այո սկիզբներ է ջամփան բայց Աստվածային հանգիստը ատկե հետո է որ գուքա ամեն Հետաքրքիր պամոնորեն պիտի մեջ բերեմ եւ պատմություն մգարտամ, որ գրված է Ելից 8:10։ Այն ժամանակ Փարավոնը, ուրեմն գիշենք չէ, երբ որ Երուսաղեմը ուզեց Աստված ազատել եգիպտացիներու ցերքեն, Փարավոնի ցերքեն, Մովսեսը ղրգեց եւ 10 անեծքները եղան։ Եվ ահա նայեցեք ինչ կսե։ Այն ժամանակ Փարավոնը գանչեց Մովսեսին ու Ահարոնին եւ ասաց.
Աղաչեցեք Տիրոջը, որ իմ ու իմ ժողովրդի վրայից վերացնի գործերին եւ ես ժողովրդին կարձակեմ, որ գնան Տիրոջ զոհմատուցը։ Վերջապես գալիս է մի պահ, որ մենք ուզում ենք ազատվենք մեր իրավիճակից, ահա փարավոնն էլ Մովսեսին է ասում. աղոթիր իմ համար, որ ես ազատվեմ այս գործերից, որովհետև անեծքներից մեկը գործերն էր, որ ամբողջ երկիրը գործերով էր լցված, իրենց տների մեջ գործը լպրծուն, ցատկում է, չես հասկանում երբ Եվ կղկղոց ունի, այդքան էլ հաճելի կենթանի չի, որ իրա հետ քնես, արթնանաս կամ քո ոտերի տակը գործեր լինեն։ Եվ Մովսեսը տեսեք ինչ է ասում։ Եվ Մովսեսն ասաց փարավոնին. դու ինքդ որոշիր, թե երբ քեզ համար, քո ծառաների համար ու քո ժողովրդի համար աղերսեմ, որ քո վրայից ու քո տներից գործերը կորչեն եւ միայն գետում մնան։ Ասեց այո, համաձայն եմ, կաղոթեմ, դու որոշիր երբ լինի։ Եվ նայեք փարավոնի այսպես ասած ոչ այնքան իմաստուն պատասխանը, եւ նա ասաց. վաղը, պատկերացնում եք, փարավոնը պատրաստ էր մեկ օր էլ գործերին գրկած այդ լպրծուն կենթանիների հետ անցկացներ, բայց Աստծո կամքը չկատարեր եւ ասեց վաղը։ Նա արդեն երևի սովորել էր գործերին։ Եվ Մովսեսն էլ ասեց թող այդպես լինի։ Սիրելիս, մենք ենք որոշում, երբ ենք ուզում մենք մեր մեղքից ազատվենք։ Երբ ես ուզում քո հպարտությունից ազատվես, փարավոնին պես մի ասա վաղը։ Ինչու մեկ օր էլ գործերի կղկղոցի տակ ապրես։ Ինչու մեկ օր էլ մնաս Աստծո կամքից դուրս։ Ինչու հետաձգես քո օրհնությունը, այդ ճանապարհի ետևում կանգնած է քո օրհնությունը։ Հիսուս հիմա էլ մեզ հարցնում է, երբ ես սիրելիս ուզում ազատվես սրանից։ Մենք ենք որոշում երբ։ Վաղը, թե այսօր, թե անհապաղ ազատիր ինձ այս բանից, մտցրու ինձ քո կամքի մեջ, որ վայելեմ քո կամքը, ավելի լավ է ամեն բան թողեմ, բայց քո կամքի մեջ լինեմ, քան թե իմ վրանիս մեջ լինեմ եւ քո օրհնությունները չտեսնեմ։ Չլինենք Եղիայի նման, ով պարփակվում է մի անկյունում, իրեն պարփակում է, որ ոչ մեկը իրան չմոտենա, սիրելիս, երբ որ Աստված խրատում է քեզ, ուրեմն սիրում է քեզ, Աստված իր սիրելիին է խրատում, եթե խրատ չկա քո կյանքում, ուրեմն դու խորթ ես իր համար, միթե դու ուզում ես մնալ նույն իրավիճակում, ինչ որ դու այսօր ես եւ տեսնես, որ քո սիրելիները շատ առաջ են գնացել, նոր հաղթանակներ ունեն, բայց դու նույն դատարկ թաշտի տեմն ես, նույն մեղքերի մեջ ես, նույն կոմֆորտ զոնայիդ մեջ ես մտածելով դա է Աստծո կամքը եւ հաճելին։ Դու չես ուզի, չէ՞ նույն տեղում մնաս, դու ուզում ես Աստծո կամքի հետ առաջ գնաս։ Դու ուզում ես փոխվես եւ նույնը չմնաս, բայց եթե դու չես տեսնում քո մեղքերը, դու չես տեսնում, բեր քո անձը Աստծո լույսի տակ դնելու, որպեսզի Աստված ցույց տա, թե ինչը պետքա փոխի, մի պարփակիր քեզ, մի խստացրու քո սիրտը, այսօր ասում եմ, եթե լսես իմ ձայնը, մի կարծրացրու քո սիրտը։ Պիտի կարդամ Գործք առաքելոց 24:24-25 եւ մի քանի օր անց Ֆելիքսը եկավ իր կնոջ Դրուսիլիայի հետ, որ հրյա էր, կանչեց Պողոսին եւ նրանից լսեց Քրիստոսի հանդեպ եղած հավատի մասին։ Ու երբ նա արդարության ու ժուժկալության եւ գալիք դատաստանի մասին էր խոսում, Ֆելիքսը զարհուրելով պատասխանեց. դու հիմա գնա, երբ ժամանակ ունենամ, քեզ նորից կկանչեմ։ Սիրելիս, եթե քո կյանքում մարդիկ կան, որ քեզ Աստծուց են խոսում, Աստծու մասին, նրա արդարության, նրա ժուժկալության, թե Հիսուսի հավատքի մասին, բայց դու անդադ քո ականջները փակում ես նրանց լսելու եւ ասում ես հիմա ժամանակը չէ, գնա եւ որ ժամանակ ունենամ, քեզ կկանչեմ։ Հիմա է ժամանակը փրկության։ Հիմա է, երբ որ լսում ես Հիսուսի մասին, բացիր քո ականջները, որպեսզի ապաշխարության հոգին գա քո վրա։ Այո, Աստված արդար է, ժուժկալ է եւ դատաստան ունի ինքը ամեն խնդրի համար։
Եվ այդ ամեն ինչը լսելով, մենք զարհուրելով փակում ենք մեր ականջներ եւ այդ մարդուն ուղարկում ենք, ասում ենք գնա, մի խոսի մեր հետ, մի խոսի մեզ հետ։ Մի ասա մեզ ինչ պետք է անենք, ինչ պետք է չանենք։ Եվ որ ժամանակ լինի, կկանչեմ։ Բիդի գարթամ Ղուգաս 9:59 գներեք 61-62 մեկ ուրիշն էլ ասաց. Տեր, քո հետևից կգամ, միայն թե թույլ տուր ինձ, որ գնամ եւ իմ ընտանիքին հրաժեշտ տամ։ Հիսուսն էլ նրանց ասաց. ոչ մեկը, որ իր ձեռքը մաճի վրա դնելուց հետո ետ կնայի, Աստծո արքայությանը հարմար չէ։ Ինքը գալու էր, հնազանդություն գար, բայց ոչ հիմա։ Երթամ ասալ ընեմ, անալ ընեմ, ուրիշ բան ավելի կարևոր կդեսնանք կոր եւ նոր ուխտի մեջ էր Հիսուս մերժեց, ասա որ եթե թուն յետև պիտի նայիս այն ինչին որ գցիքես կորթում սիրելիներուդ հարմար չես Աստծո արքայությանը, Աստված ուզում է քո վրա կառուցի իր եկեղեցին, իր կամքը դնի, որ դու էլ ուրիշների համար սյուն լինես։ Բայց երբ դա կլինի, երբ որ դու քո անձը իսկապես տալիս ես Աստծուն, եւ չես ասում հիմա չէ, ասալ ընեմ հետո, անալ ընեմ հետո նոր կսկսեմ Աստվածաշունչ կարդալու, ասալ ընեմ հետո նոր կմտնամ Աստծո գամքի մեջ, ասալ ընեմ հետո նոր ագանչս կփանամ Աստծո համար ոչ։ Երբ որ Հիսուս կանչում է, թողնենք այն ամենը, ինչ ունենք։ Մի ուրիշ առակ ասում է, որպեսի գնար այդ գետնի մեջ գանձ կար, նա ծախեց իր ամբողջ ունեցվածքը, որ գնար այդ գանձին հասներ։ Այդ գանձը Հիսուսն է եւ իր կամքը, ոչ թե անձ, ոչ թե եկեղեցի, այլ կամքն էր Աստծո։ Ոչ թե այդ, գիտեք, Երբ որ Աստված կանչում է մեզ, մենք շատ բաներ պետք է թողենք, երբ որ Աստված ուզում է փոխել մեզ, մենք մտածում ենք, որ առանց իմ բարիության ոնց կլինի, ես ամբողջ կյանքս իմ բարիությանս վրա հիմնվել եմ, իմ լավ գործերուս համար, ես շատ լավ գործեր ունեմ, ես շատ բարի անձնավորություն մնեմ, ցկեմ, իմ կանցս ադի է, եթե քո աչքիդ մեջ քո կանցդ ադի է, Աստծո համար կդեսնանք, որ Աստված ուրիշ ձև կդեսնանք, որ այդ բարիությունը քեզ չի գրնար փրկել։ Ես արդարություն կսիրեմ, մարդկային արդարությունը քեզ չի գրնար փրկել սիրելիս։ Ինչ որ գա Աստվածային, նույնին կոպին սատանան ունի։ Ըլլա բարիություն, ըլլա հնազանդություն, այո գա դիվային հնազանդություն։ Անոր համար ցկենք այն ամենը, որ կգարձենք, որ մեր կանցերն են, որ կգարձենք, որ ադոնք պիտի փրկեն մեզի։ Երթամ հրաժեշտ տամ, բայց Աստծո համար հարմար չլանք։ Աստված գուզեք որ հարմար անոթներ իր համար, որ իր կորձը գադարենք, բայց եթե մեզի չմաքրե, չշտկե, ձուր բաները չշտկե, ինչպես մենք պիտի գադարենք իր կորձը։ Եթե մենք փագենք Աստծո համար խրադը լսելու համար, մեր անոթներ կոչեն, ինչպես պիտի լեցնի Աստված իր գամքը, եւ որ մեր ագանչները փած չեն Աստծո գամքը լսելու, գամ փած են գուքանք ուղղակ եկեղեցի գերտանք, բայց չենք փնտրել ինչն է իր գամքը։ Շատ դերը կան սիրելիս, եկեղեցի գուքան եւ գերտան, ոչ մի փոփոխություն, դարիներ, 30 տարի, 40 տարվա հավատացյալներ, ինչու իրենց մեջ փոփոխություն չկա, քանի որ Աստծո գամքը չեն փնտրել եւ չեն գադարել։ Քանի որ Աստծո գամքը իրենց համար այդ քանցը չէ, որ ցկեն ամեն բան, որբեսի այդ քանցը գտնեն, բայց միակ հանգստությունը, որ մենք ունենք Աստծո գամքի մեջ ըլլալն է։ Եթե ես աղքատ եմ, ոչ թե գսեմ, որ աղքատություն Աստծո գամքի մեջ է, սխալ մի հասկնակ ինձի, բայց եթե ես նեղության մեջ անցնեմ, այսպես ավելի ճիշտ կլա, գսեմ, նեղություն եք անցնեմ, բայց Աստծո գամքի մեջ եմ, եւ Աստծո գամքն է այդ նեղությունն անցնելս, ես ավելի օրտնված եմ, քան թե այդ նեղությունն դուրս։ Եթե ես նեղությունն դուրս եմ, Աստծո փառքի մեջ եմ, Աստծո գամքի մեջ եմ,
ավելի օրտնված եմ, քան թե առանց Աստծո նեղության մեջ ըլլամ։ Ուրալ ըլլամ, Աստծո գամքի մեջ եմ, հոն է օրտնությունը։ Փարի կորձերս երբ որ գնեմ առանց Աստծո գամքի հոն օրտնություն չի գա, բայց եթե Աստծո գամքով ես մեկ լումայ ալդամ ուրիշին հոն է օրտնությունը։ Հիմա գսեք, Աստված միշտ կուզե որ մենք տանք, այո։ Բայց սիրելիս նուրբ քիծ մը գա հասկանալու Աստծո ժամանակները։ Գիտեք, եւ որ թագավորները գելեին եւ բادرազմի գերթային մարգարեներեն հասկանալու, ասելու Աստված մեզի հաղթություն պիտի դա, ասինչ բادرազմի մեջ, եւ երբ որ մարգարեն գսեր այո, պիտի դա, չէին երթար իրենք յալլա։ Ուրեմն երթանք մենք բادرազմը անենք Աստված մեզի հետ է ոչ, գհաջորդեր հաջորդ հարցը, երբ, որուն միջոցով եւ ինչպես։ Շատ կարևոր հարցեր են։ Երբ Տեր Աստված, քո գամքը դե հիմա, այո հիմա է գամքը։ Մի հետացքեր, բաներ, որ Աստված անընդհատ կխոսի քո հետ, քո սրդիդ մեջ, խիղճդ անոր վրա կոչելով, որ անպայման պիտի անեմ, ասիգա անպայման իմ միտքից մեջ գա անելու, բայց վերջին վագոնն է։ Օտոքարին վերջին վագոնն է թրածես, քանի համար քեզի համար ատի կարևոր չէ։ Թուն ավելի կարևոր բաներ կտեսնես որ պետք է անես, բայց Աստծո գամքը գադարելը ամենակարևորը պետք է ըլլա։ Եվ Աստված դարբեր ծևեր ունի, մենք չենք կրնալ Աստծո կորձը քննել եւ հասկանալ ինչպես որ ժողովող 11:4-ը գսե թուն չես տեսնար բզդիգը ինչպես կցևավորվի։ Ինչպես բادرազմներ գա գսե յետևեն քացեք բادرազմներ գսե որ բարգեցեք թող գարձեն որ բարգացեք քան դուք ելեք հարցակվեք։ Աստված դարբեր ծևեր ունի քեզի քու հաղթանակը դալու իր հանգստի մեջ մտցնելու, բայց այսօր է օրը հետացկումը սատանայի սուտն է որ քեզի գբահե քու օրտնություններդ անցիրատ խրադի միջով, անցիրատ նեղջամփան Աստծո օրտնությունը ստանալու։ Ամեն։ Ես կհավատամ, որ ով որ լսե, ասկարոզը պիտի հասկանա եւ պիտի տեսնի Աստծո գամքը։ Եկեք աղոթ քնենք։ Սիրելի Հայր, շնորհակալ եմ, որ իմ հետ կխոսիս այսօր, որ գուզես մտնամ քու ջամփաներուդ մեջ։ Դեր Հիսուս, թուն ինձի ծծուր քու գամքդ։ Ինչ է իմ կյանքիս համար, իմ անձիս համար, ես կուզեմ մտնել քու գամքիդ մեջ, ամեն ինչ կուզեմ ցկել, բայց քու գամքիդ մեջ լամ, ես իմ սրդիս թուրը գփանամ, որ թուն ինձի մաքրես եւ շտկես, այն սխալ բաները որ իմ մեջ ունիս, որ թուն իմ հայրս ըլլաս եւ խրադես ինձի, որ քու ջամփաներդ մտնամ Տեր։ Այո, ես չեմ ուզեր լալ Ֆելիքսի նման, որ իմ ագանչս կկոչե քու քարոզներուտ, քեզի եւ քու գամքիդ, եւ ես կփանամ իմ սիրտս եւ գսեմ, թող լա այնպես, ինչպես որ քո գամքն է, իմ գամքը համաձայնեցնելով քեզ, Դեր Հիսուս Քրիստոսի անունով, օրհնված եղեք սիրելիներս, եւ վստահ եմ, որ դուք ամեն մեկը պիտի հասնեք այս հրաշալի օրհնությանը, որ Հիսուս ունի ձեզի համար այսօր մտեք Աստծո թրները եւ իր գամքի մեջ։ Ամեն։